Աստված օրհնի մեզ։ Այսպես եմ վերնագրել խոսքը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել, ամոթ մի համարիր։ Սա Պողոս առաքյալն էր իր նամակում հորդորում Տիմոթեոսին, կարդամ երկրորդ նամակը ուղղված Տիմոթեոսին, առաջին գլխից 7-ից 9 համարները, որովհետև Աստված չտվավ մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սերի և զգաստության, ուրեմն ամոթ մի համարիր Տիրոջ վկայությունը և ոչ էլ ինձ, որ նրա համար կապված եմ, այլ միասին չարչարվիր ավետարանի համար Աստծո զորության համեմատ, որ փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց ոչ թե մեր գործերի համեմատ, այլ իր առաջադրության և շնորհքի համեմատ, որ տրվեցավ մեզ Քրիստոս Հիսուսումը հավիտենական դարերից առաջ։ Այս կարճ տեքստից կարող ենք լավ ինչ-որ չափ տեսնել, որ ինչ վիճակի էր հասել շրջապատի մեջ մարդկանց հասկացողությունը, որ Աստծո անունը կանչելը ամոթ էին համարում։ Աստծո վկայությունը ունեցող մարդու կողքին կանգնելը ամոթ էին համարում։ Հիմա առավել ևս այդ վիճակը վատացել է։ Ժողովրդի մեջ ամոթ է համարվում սուրբ ճիշտ ավետարանը խոսել, Աստծո մասին ճիշտ ներկայացնելը, ով Քրիստոսի մասին ճիշտ վկայություն ունի, ամոթ են համարում։ Իրականում մենք հակառակ ենք մտածում, մարդը հակառակ է մտածում։ Հենց Աստված կարա ամոթ համարի մեղավորի կողքին լինելը։ Նա փրկեց մեզ։ Մենք մի բան չարեցինք, նա փրկեց մեզ մեր մեղավորներից։ Սակայն հենց այս խոսքին անդրադառնանք, նոր կանցնենք այդ մասին։ Սա չարի ազդեցությունն է, որ հաջողվել է մարդկանց մեջ այնպիսի գաղափարներ խոսել, տարածել մեկը մյուսին, մարդիկ թունավորեն այդ խորհրդով, որ Աստծո անունը ամոթ համարվի։ Հանկարծ մարդիկ չասեն, որ ես հավատում եմ Աստծուն, հավատացյալ եմ։ Բայց ժամանակներ է եղել, որ հակառակն, անհավատ լինելն է եղել ամոթ։ Երբ որ հենց մեր հայ ժողովրդի մեջ էլ եղել են ժամանակներ, որ մեկը որ ասեր անհավատ կամ ուզեցել են ասել վատ մարդ, ասել են անաստված մարդ։ Այսպիսի արտահայտությունը գալիս է այդ ժամանակներից, որ բավական առողջ մտածողություն է եղել հասարակության մեջ։ Ամեն դեպքում, եթե Աստված թույլ է տվել ինչ որ մի ժամանակ սատանան եւ իր ընտրյալ մարդիկ հաջողություն ունենան ամոթ համարվի Քրիստոսի անունը կանչելը, այստեղ էլ մեծ գործ ունի Աստված, մեծարելու նրանց, ովքեր այդ ամոթի պատը կքանդեն եւ առաջ կգնան։ Պիտի հաղթահարել, Աստծուց զորություն առած։ Նայեք ինչ ասում, Աստված մեզ չտվեց երկչոտության հոգի, այլ զորության, սիրո եւ զգաստության։ Աստծո, այնպես ասած, հոգի տվեց Աստված մի կարողություն, այն ռուսերեն ասում են դուխ, հա, ոնց կարելի ասել։ Աստված այդպիսի մի օրհնություն, շնորհ է տվել քեզ։ Աստծո զորությամբ քանդես այդ ամոթի պատնեշը եւ կանգնես արդարների կողքին։ Ինչ մեծ ազդեցություն էր, որ Տիմոթեոսի պես մարդուն, այդ չար խավար շրջապատի ազդեցությունը Տիմոթեոսի պես մարդու վրա էր ազդել, որ Տիմոթեոսին է ասում ամոթ մի համարիր։ Քրիստոսի մասին դու վկայություն ունես։ Դա հարստություն է։ Հայտնել է քեզ Աստված, Քրիստոս հայտնել է իր մասին քեզ։ Եվ ինձ էլ որ նրա ծառան եմ, ինձ էլ ամոթ մի համարիր, թեկուզ բանտում եմ, որովհետև նա փրկեց մեզ։ Այս կոչը ուղղված է մեզ բոլորիս, մեզ, ամեն մեկիս, երբ որ կարդում ենք, շատ խոսքեր կան, որ ուղղված են մեզ, ուղղակի այնպես չէ, որ միայն Տիմոթեոսին ուղղված, այնպես չէ, որ դու կարդում ես ավետարանը, որ ասես հա Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասեց, սա ինձ ասեց։ Ես եմ այսօր հավատում Աստծուն, ես եմ Քրիստոսին Տեր ընդունել, նա է իմ փրկիչը,
Եվ հայտնել փրկության ճանապարհը ինձ, ես սա պիտի ամոթ չհամարեմ, պիտի կարողանամ գնալ առաջ, Աստծուց զորություն առած։ Եվ ինչպես ասեցի, իրականում Քրիստոս կարող էր ամոթ համարել մեղավորի կողքին կանգնել, չէ՞։ Բայց ինչ արեց մեր Տերը։ Եբրայեցիս նամակում ասում է, օրինակ 12-րդ գլխում, երկրորդ համարում այսպիսի մի արտահայտություն է ասում, ուշադրություն դարձրեք. նայեք հավատքի զորագլխին եւ կատարողին Հիսուսին, որ իր առաջ դրած ուրախության փոխարեն խաչը հանձնառավ եւ ամոթը արհամարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Նա ամոթը մի կողմ դրեց եւ խաչի պատիժ վերցրեց իր վրա։ Գիտեք ոնց, երբ որ մարդիկ արդար են եւ որովհետեւ մեղադրանք չկա, որ պատժվում են, մարդիկ հենց այդ պատժի մեջ էլ իրեն կարողանում են իրենց բարձր տեսնել։ Բայց Քրիստոս ուշադրություն դարձրեք, այդ խաչվելը, այդ պատժին ինչու արժանացավ, նայել էր արդար, նույն այս միտքը, որ ասում է ամոթ արհամարեց, խաչը հանձնառավ եւ այդ փրկության գործը անելուց հետո աջ կողմը նստեց բարձրալի, առաջին գլխում էլ է այդ նմանատիպ միտք արտահայտում, երրորդ համարում, ասում է մեր մեղքերի սրբությունը իրենով անելուց հետո նստեց Աստծո մեծության աջ կողմը բարձունքներումը։ Այսինքն նրա խաչվելու պատճառը մեր մեղքերի պատիժն էր, իր վրա առավ։ Բայց ամոթ չհամարեց այդ քայլը անել, նրան փառք ավեր։ Մենք երբ որ մեր մեղքերը խոստովանում ենք, որքան ծածուկ գործված մեղքեր, որ կամաչենք մարդիկ իմանան, այդ բոլորը վերցրեց իր վրա։ Այն սխալ դատողությունները, սխալ մտածողությունները, որ կամաչենք մարդիկ իմանան մեր մտավոր աշխարհում ինչ մեղքեր են գործել, այդ բոլորը իր վրա վերցրեց։ Ամոթ չհամարեց մեղավորի տեղը խաչ բարձրանալու։ Պատկերացնում եք, մենք պիտի այսպես մտածենք, ոչ թե աշխարհից ազդվենք։ Շնորհակալ եմ Տեր, որ դու իմ կողքին ես, ոչ միայն իմ կողքին, իմ տեղը մեռար, մեկացար ինձ։ Ամոթ չհամարեցիր իմ մեղավորի տեղը լինել ու դատապարտվել մահվան, փառք քեզ հավեր, նրան փառք հավեր։ Երկրորդ գլխում Եբրայեցիս նամակի ասում է երկրորդ գլխում 11-12 համարներում, որովհետև թե սրբողը եւ թե սրբվողները ամենը մեկից են, այսինքն Աստծուց են, Քրիստոսը, որ մեզ սրբեց, եւ մենք սրբվողներս էլ, ամենը մեկից են, եւ այդ պատճառով ամոթ չի համարում նրանց եղբայր կոչել եւ ասել. կպատմեմ քո անունը իմ եղբայրների մեջ, ժողովրդի մեջ կօրհնեմ քեզ։ Եղբայր համարել մեզ։ Այս արտահայտությունը, որ ասում է նա ամոթ չհամարեց մեզ եղբայր կոչել, շատ խմբերում, որ խորաման կերպով ուզում են Քրիստոսին մարդու աչքից, հավատացյալի աչքից ցածրացնել, այս արտահայտությունը այսպես բանեցնելով մեր աղբերն է, ուշադրություն դարձրեք, նա մեզ բարձրացրեց, բայց երբ որ մենք հասկանում ենք, որ մենք նրանով արժանացանք Աստծո որդիներ լինելու, սա չի նշանակում, որ նրա մեծությունը մեր աչքին պիտի ցածրանա, նա Տերն է, թեև մեծ եղբայրն է, նա է սկզբից որ կար, նա Տերն է, ամենի Տերը, հասկանում եք, այդ ակնածանքը չպիտի կորի, առաջի գլխի 8 համարում ասում է, բայց որդուն ասում է, քո աթոռը ով Աստված, մինչև հավիտյանս հավիտենից է եւ քո թագավորության գավազանը ուղիղ գավազան, շայցնեք դարձնում, նա Աստված է, Սուրբ Գիրք Հիսուսին ասում է, որդուն, ով Աստված, հավիտենության թագավոր, Աստծո արքայության թագավոր, եթե մեզ ողորմել է Աստված, արժանացրել է որդի լինելու,
Նա բարձրացրել է մեզ եղբայր կոչման, սա չի նշանակում մենք նրան պիտի ցածր տեսնենք։ Մեր ակնածանքը նրա հանդեպ չպիտի կորի։ Սակայն մի կողմից էլ ուրախություն է սա։ Մի կողմից էլ տեսնում ես ինչ պատվի ես արժանացել, ով անարժան մարդ, ես ով էի, որ Աստծո որդի կոչվեի, Քրիստոսի եղբայր, Քրիստոսի ազգից կոչվեի։ Շնորհակալ եմ Աստծուն։ Մենք պիտի ամաչեինք, ոչ թե մենք ասենց Քրիստոսի կողքին կանգնելուց ասենց ամոթահար, ոչ թե ամաչենք Քրիստոսի անունը կանչելը։ Հակառակ, դա պատիվ է մեզ։ Եվ ժողովուրդ, սա մի չարի հարձակում է շրջապատի մեջ, որ հավատացյալը ամաչի Քրիստոսի անունը կանչելը, իրեն հավատացող ճանաչի, դավանի դա, բայց այդպես չպետք է լինի։ Աստված ամոթ չի համարում մեզ պատիվ տալուց, մեր կողքին լինելուց, մեզ բարձրացնելուց, մեզ որ մեղավոր ենք, օրհնություններ շնորհելուց ամոթ չհամարեց, մենք պիտի ամաչենք, ոչինչներս, որ այսօր Աստծո որդիք ենք։ Ես չեմ անարգում մեզ, իրականում մենք փոքր էակներ ենք, Աստծո առաջին ոչինչներ, բայց Աստծով ենք ինչ որ կանք։ Եթե այսօր Աստծո որդի ենք, դա Աստծո շնորհիվ է։ Մարդիկ ասում են, դե ես շատ բան չեմ ուզում, Աստված առողջություն տա, հերիք է։ Իբրև բան ասեց։ Բայց մենք այդպես չենք ասում, ինչ որ դու ծրագրել ես, դու այդպես լինի Տեր։ Եթե որոշել ես, ես պիտի Աստծո որդի լինեմ, այդ բարձր դիրքին արժանացնես Քրիստոսի հաշվին, ես ինչ իբր թե խոնարհություն հակառակվեմ, ոնց որ կամ այդպես էլ պիտի այդ կոչմանը ասենց ուրախությամբ ընդունեմ։ Քո չարչարանքների հաշվին ես այսօր արդարացա, Աստծո որդի եմ, եղբայր Քրիստոսի, բարձրացրել ես ինձ, պատիվ է մեզ դա։ Մենք դա ամոթ չպիտի համարենք։ Դարերի մեջ մարդիկ ապրել են հավատքով, մեծ նեղություններ քաշել, հոժարվել, հոժարակամ գնալ դժվար կյանքի, տեսնելով Աստծո ծրագիր իրենց համար, չեն թուլացել։ Եվ ուշադրություն դարձրեք, այդպիսի մարդկանց համար Աստված ինչ է ասում։ Օրինակ է բերում Եբրայեցիս նամակի 11-րդ գլխում Հավելին, որ հավատարիմ էր Աստծուն, խոնար մարդ, Ենովքին, Ենովքը, որ Աստծո անունը կանչեց, եւ Աստված վերցրեց նրան մահ չտեսավ, Նոյին, հիշում եք արդար Նոյին, որի համար վկայում է Աստված, Աբրահամին եւ Սարային, օրինակ է բերում, որ մարդիկ հավատքով պատգամ առած քոչվոր կյանք ապրեցին, գիտեք, քոչվոր կյանք, նեղության կյանք, այստեղից այնտեղ տեղափոխվելով ապրել, ունենալով հաստատուն տուն, բնակավայր, քաղաքում, այս միջավայրի մեջ կայուն բարենպաստ պայմաններ այդ ժամանակի համեմատ, սակայն ընտրեցին Աստծո առաջնորդությամբ պետք էր մեկուսանալ, մեկուսացան։ Մարդիկ թեկուզ նեղությամբ ապրեցին, բայց ինչու հոժարվեցին նրանք այդպես ապրել։ 11-րդ գլխի 13 համարում սրանք ամենը մեռան հավատքի մեջ առանց խոստմունքներ ստանալու։ Այլ հեռվանց տեսնում էին նրանց խոստմունքները, տեսնում էին եւ ուրախանում։ Եվ բարևում էին ու դավանում, թե օտար եւ պանդուխտ են երկրում։ Այս ամեն ինչ ժամանակավոր է, այսպես այնպիսի կյանք էին ապրում, որ երևում էր, որ իրանք ունենան, չունենան, այս երկրի մեջ իրենց օտար եւ պանդուխտ են տեսնում։ Յոլա գնանք միջև Տիրոջը հանդիպենք։ Բավարարված զգանք մեզ միջև Տիրոջը հանդիպենք։ Իրանց կյանքից, ապրածից, արտահայտությունից երևում էր, որ իրենք սպասում էին մեկ ուրիշ ապագայի, որովհետև այսպիսի բաներ խոսողները հայտնի ցույց են տալիս, որ մի հայրենիք են որոնում, ուրիշ մի հայրենիք, եւ եթե այն են հիշում, որից դուրս եկան, ապակին ժամանակ ունեին ետ դառնալու, այսինքն նորից հնարավորություն ունեին, նորից ետ դառնային, ապակինեին են իրենց նախկին վիճակը, բայց ետ չէին դառնում, նրանք շարունակում էին
Տիրոջ խոստմունքներին սպասելով ապրել, բայց հիմա ավելի ազնիվին են ցանկանում, այսինքն երկնավորին, եւ նրա համար Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու, որովհետեւ մի քաղաք է պատրաստել նրանց համար։ Այսպիսիների համար Աստված ամոթ չի համարում, ասի, ես այս Աբրահամի Աստվածն եմ, ինչպես որ գրված է։ Ես Հակոբի Աստվածն եմ, Իսահակի Աստվածն եմ, ինչպես որ ասում է, չէ՞։ Ու պատկերացրեք, քո անունը տա Աստված։ Ես այս մարդու Աստվածն եմ։ Ես ամոթ չեմ համարում նրա Աստվածը կոչվել, որովհետև նա ազնիվին է ցանկանում։ Ավելի ազնիվին, նա ուզում է Քրիստոսի հետ լինել, նա ուզում է ազնիվ կյանք ապրել, երկնավորին է ցանկանում։ Ես ամոթ չեմ համարում նրա հետ լինելը, այսպես է ասում Աստված։ Փառք նրան, ով ենք, որ մեզ այսպես ասի։ Այս խոսքն էլ ուղղված է Աստծու ընտրած ազնիվին երկնավորին ցանկացողներին է ուղղված այս արտահայտությունը։ Տերը մեզ օրհնի։ Իրոք ների մեզ որքան որ ամոթ ենք համարել նրա սուրբ անունը կանչելը։ Նա մեզ բարձրյալը պատիվ տա, մեղավորների սրբի, մեր մեղքի պատիժն իր վրա վերցնի, բարձրացնի, արժանացնի խոստումներ ստանալուն, արժանացնի երկինք մտնելուն, Աստծո հետ լինելուն, Քրիստոսի հետ մեկացած լինելու, եղբայր կոչմանը, այդ դիրքին արժանացնի, մենք ամոթ համարենք նրա անունը, մեզ ների Տերը, որքան արել ենք այսպես, թե ինչ որ կերպով արտահայտվել այդ ամոթը մեր մոտ, թող Տերը մեզ ների, բժշկի մեզ, զորացնի մեզ, օրհնի մեզ Տերը։ Մարկոս ավետարանում այսպեսի խոսք է ասում Տեր Հիսուսը 8-րդ գլխի 34-ից 38 համարները կարդամ։ Նա ժողովուրդներն եւ իր աշակերտների հետ իր մոտ կանչեց եւ նրանց ասեց. ով որ ուզում է իմ ետևից գալ, թող իրանց ուրանա եւ իր խաչը վեր առնե եւ իմ ետևից գա։ Որովհետեւ ով որ կամենում է իր անձը ապրեցնել, նա կկորցնե նրան։ Եվ ով որ իր անձը ինձ համար եւ ավետարանի համար կորցնե, նա կապրեցնե նրան։ Որովհետեւ ինչ օգուտ մարդուն, եթե բոլոր աշխարհը ստանա եւ իր անձը կորցնե, կամ ինչ փրկանք կտա մարդը իր անձի համար, որովհետեւ ով որ ինձ եւ իմ խոսքերը ամոթ համարե, այս շնացող եւ մեղավոր ազգի մեջ, Մարդի որդին էլ նրան ամոթ կհամարե, երբ որ կգա իր հոր փառքով եւ սուրբ հրեշտակներով։ Նմանապես հակառակը, չէ՞, ով որ ամոթ չհամարե, նա պիտի Քրիստոս իր փառքով գա եւ փառավորի այդ մարդուն, բարձրացնի։ Ով որ ամոթ չհամարե Քրիստոսի եւ նրա ավետարանը։ Աստված մեզ օրհնի։ Ինչ է շրջապատի վիճակը, շնացող մեղավոր ժողովուրդ։ Եվ այս ժողովրդից դրդված մենք պարտվում ենք, երբևիցե չպետք է հուշարվենք։ Այս խոսքերը լսելով եկեք նորից ու նորից հենց այս հարցում մեր ընտրությունը հաստատենք։ Տեր ինձ օրհնիր, ես ընտրում եմ քեզ փառավորել իմ կյանքում, ամոթ չհամարել քո սուրբ անունը, որ դու ինպես մարդուն, որ կորսված էի, բարձրացրեցիր, ես պարտավոր եմ քո անունը բարձր պահել, չուրանալ քեզ։ Ինչպես Տիմոթեոսին ասեց, Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զգաստության, սիրո եւ զորության։ Եվ այդ հոգով Աստծուց զորություն առած, թող իրականանա մեր կյանքում այս խոսքը, ամոթ չպետք է համարեմ Տիրոջ անունը եւ նրա ավետարանը։ Ուշադրություն դարձրեցիք, Պողոս նաեւ ասում էր, ոչ էլ ինձ ամոթ համարիր, թեկուզ կապված եմ, արդարին, երբ որ մեղադրում են ու դու կանգնում ես արդարի կողմին, դա էլ է տեսնում Աստված, որ դու արդարների կողմն ես,
ամբողջ սրտով լինենք մենք Քրիստոսի եւ Քրիստոսին ընտրած արդարների կողմը։ Տերը մեզ օրհնի եւ զորացնի։ Մի մտածեք, բա ես կարող եմ։ Միթե ես կարող եմ ինչ որ փորձությունների ժամանակ այդ ընտրությունը արտահայտել։ Մենք ընտրում ենք, սրտանց զորացնում է Աստված։ Իր կարողությամբ կատարելու այդ ընտրությունը թող օրհնի մեզ Տերը։ Աղոթք անենք, ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորիս։